Միացյալ Նահանգների վարչակազմը այսօր գոնե թրիփա առաջնահերթությունների մեջ չի, որովհետև տեսնում եք ինչ է կատարվում եւ ինչով են զբաղված։ Միացյալ Նահանգների ուղղակի կամ անուղղակի քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանում եւ մասնավորապես մեր երկրում իհարկե որոշ գործընթացներ տեղի կունենան, արդեն իսկ տեղի են ունենում։ Ուղղակին վերաբերվում է Միացյալ Նահանգների քաղաքականության հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Անուղղակի առումով էլ ապագայում քաղաքական գործընթացներ կգեներացվեն, օրինակ ռուս-ամերիկյան կամ իրանա-ամերիկյան հարաբերություններում, որոնք իրենց անդրադարձը կունենան Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա։ Եթե կողմերը պայմանավորվում են եւ պատերազմն Ուկրաինայում դադարեցվում է, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունենում է ավելի շատ ազատ միջոցներ ու հնարավորություններ զբաղվելու մեր եւ այլ տարածաշրջաններով, որտեղ վերջին տարիների ընթացքում չի կարողացել կիրառել ամբողջ ներուժը եւ ամրապնդել կամ խորացնել ազդեցության գոտիները։ Միացյալ Նահանգների ակտիվությունն այնքան է, որքան Բայդենի օրոք, երբ Միացյալ Նահանգները բավական ակտիվորեն ներգրավված էր հարավային Կովկասում, իհարկե ամերիկյան շահերի տրամաբանության մեջ։ Ճիշտ է, մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի համար երբեք ռազմավարական նշանակություն չի ունեցել, բայց միևնույն ժամանակ աշխարհագրությունը շատ կարևոր է։ Մենք հարևան ենք Միացյալ Նահանգների համար 1 թշնամի Իրանին, համար 1 մրցակից Ռուսաստանի Դաշնությանը եւ ռազմավարական դաշնակից Թուրքիային։ Հարավային Կովկասն այդ առումով ինքնին հետաքրքրական է Միացյալ Նահանգների համար։ Այնտեղ շատ լավ հասկանում են, որ ազդեցության գոտիների տրամաբանության մեջ դիտարկելով սա համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Դա այդպես են համարել հենց արևմտյան փորձագետները, եւ նվազագույն ծրագիրը ռուսական ազդեցությունը նվազեցնելն է, առավելագույնը Ռուսաստանի Դաշնությանը այստեղից դուրս մղելը։ Միացյալ Նահանգները բնականաբար հեռու է այստեղից եւ դա ուղղակիորեն չի կարող անել, բայց տարածաշրջանում իր դաշնակցին Թուրքիային դրա համար հնարավորություններ է տալիս։ Դեսպանը Միացյալ Նահանգների, մի քանի դեսպան, ասել որ այո, մենք կզարգացնենք դեմոկրատիան, կաջակցենք Հայաստանի զարգացմանը, բայց որևէ մեկը չի ասել, որ մենք այստեղ կենսական շահեր ունենք։ Ու նայեք, թե ինչ է գրված Թուրքիայի մասին։ Առանցքային դաշնակից, Միացյալ Նահանգների առանցքային դաշնակից մեր ռեգիոնում։ Միացյալ Նահանգների նախագահը որ ընտրվում է, առաջի թե երկրորդ երկիրը որ նա այցելում է, դա Թուրքիան է։ Նրանք ոչինչ չեն թաքցնում, գուցե մեր մեղքն է, որ մենք անխելք ենք։ Ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ է անելու նախագահ Թրամփը նախկին նախագահ Բայդենի կողմից միջնորդավորված բանակցվող հայ-ադրբեջանական բանակցությունների ամբողջ փաթեթի եւ իր իսկ ներկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագրի հետ։ Թրամփը չի ցանկանում բաց թողնել այս հնարավորությունը, չի ուզում սրա դափնիները թողնել Բայդենին կամ ամերիկյան ապագա նախագահին։ Ամենայն հավանականությամբ նա կփորձի շարունակել բանակցային գործընթացի շղարշի ապահովումը եւ դրա ներքո կողմերին բերել համաձայնության։ Նախաստորագրումից հետո արդեն ստորագրել տալ մի փաստաթուղթ, որի կնքահայրն ինքը լինի։ Թրամփը շատ է խոսում այն մասին, որ խաղաղասեր է, ցանկանում է խաղաղություն բերել, տարբեր հակամարտություններում ուզում է լուծումներ գտնել։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ենթադրյալ ստորագրումը նրա համար արդեն 90%-ով պատրաստի հնարավորություն է։ Առաջիկայում մենք լրացուցիչ ազդակներ կստանանք, արդյոք Թրամփը կգնա այդ ճանապարհով թե ոչ, ամեն ինչ կախված է նրանից, թե որոնք են Միացյալ Նահանգների հետաքրքրությունները։ ԱՄՆ-ն այդքան էլ շատ ռեսուրսներ չունի կանխելու Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ։ Ինչ պիտի անեն։ Կանխել չեն կարող, բայց միգուցե հետո կարող են օգտագործել ճնշման մեխանիզմներ, պատժամիջոցներ։ Փորձը ցույց է տալիս, որ ոչ Թրամփի, ոչ Բայդենի վարչակազմերը դա չարեցին Ադրբեջանի նկատմամբ։ Մենք չպետք է միասնականանանք, համախմբենք միայն այն դեպքում, երբ որ մեզ տոտալ բնաջնջումն է սպառնում։ Այլ նախապես կարողանանք կանխել, միախմբվել ոչ թե բնաջնջման սպառնալիքի դեմ, քո գլխին կախված սպառնալիքին հակազդելու համար, այլ միախմբվել այդ սպառնալիքը կանխելու համար։ 44-օրյա պատերազմի ավարտին Միացյալ Նահանգներում ընտրություններ էին։ Պատժամիջոցների կիրառման մեխանիզմները այդպես էլ տեղի չունեցան այն դեպքում, երբ Բայդենն ասում էր, թե իրենք հստակ գնահատական եւ արձագանք կցուցաբերեն տեղի ունեցածին։ Պետքարտուղարի տեղակալը պնդում էր, թե էթնիկ զտում է տեղի ունեցել եւ իրենք դա կճանաչեն։ Այդ ամենը բնավ տեղի չունեցավ։ Որքանով կարող ենք վստահ լինել, որ դա հիմա է տեղի ունենալու։ Միգուցե ինչ-որ հայտարարություններ կլինեն, բայց դրանք կոնկրետ գործողությունների չեն վերածվի։ Դրա նախադրյալները չկան։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։